Ուզում գրում են։ Չէ, այսինքն ինչ ուզում գրում ենք։ Նման բան չկա, պարոն Համբարձումյան։ Բոլոր նորընտիր падգամավորներին շնորհավորել ամել լրատվամիջոցը, հաջողություն ամաղթել իրենց աշխատանքում, նաև մի քանի հարցադրումներ ունի։ Օրինակ, պարոն Համբարձումյանը Դավիթ Հաշենում ինչ գլխավոր աշխատանքեր արել, կարևոր աշխատանքեր արել, որից հետո իշխանությունները ԿՊ-ն որոշեց իրեն գործուղել օրինակ ազգային ժողով։ Դավիթ Հաշենում տարբեր գործունեություն այնքան ամենագլխավոր ձեր գործերը, որը մեր բնակչությունը որ սրտանց ուզենակ հարցում անեք, ես ուզում եմ որ դուք ասեք, պարոն Համբարձումյան։ Ես ուզում եմ որ դուք ասեք, դուք թվեք։ Ճանապարհներ է կառուցվել, ճանապարհ է բացվել, որը ոչ մեկի մտքով չի անցնի, որ այդտեղ կարար ճանապարհներ լիներ։ Ուրեմն տեսեք, ճանապարհներ կա բացվել, ճանապարհները բացվել Դավիթ Հաշենում, որ բնակիչները ասում են 30 տարի այստեղ ապրել ենք, մեր մտքով չի անցել, որ այդտեղ ճանապարհներ կարա լինի այդ տարածքում, ու ընդհանրապես եղել է առաջի հարկերի ապրողների համար տարածք կամ որ հիմա մաղալ են դնում, կանաչապատում են, ասում են սա մենակ մեր համար։ Այդ ճանապարհներով այնքան օգուտ եմ տվել ես բնակիչներին ու Դավիթ Հաշենին։ Տիգրան Պետրոսյանից բացի Դավիթ Հաշենը, գիտեք, երկրորդ թաղամասի հետևի տարածքով համայնքային ճանապարհ չուներ, ամբողջ կողմով ունի, բայց հետևը չուներ։ Ես այդ ճանապարհը վերեցի հասցրեցի այն մակարդակին, որ արդեն ման մեր ասֆալտապատվեր ու լարերը գետնանցում։ Այսինքն մենակ ճանապարհներ ասֆալտապատում, դա է ձեր գլխավոր աշխատանքը եղել դա։ Վերելակները փոխվել է, ճանապարհները կառուցվել է, գիտեք բնակիչներից ով ինչ հարցով մոտեցել է, ես համարյա, որ ասեմ բոլորին ճանապարհել եմ իրանց սրտով, հավատացեք, դրա համար եմ ասում հարցում արեք կտեսնեք, որ բնակիչները որ ուզում են ես հետ գամ, անգամ հիմա ասում են այո հետ գնաք իմ ձեռքը չի հետ գնալը եթե քաղաքական որոշում կլինի բայց այս պահին Դավիթ Հաշենը վարչական շրջանը գտնվում է Արամ Սարգսյանի կուսակցության տարածքում Պարոն Համբարձումյան, ազգային ժողովը օրենսդիր մարմին է, որտեղ օրենքներ են նախագծեր են բերելու, падգամավորները ներկայացնելու, օրինակ ինձ հետաքրքիր է վերջին 3 տարիների ընթացքում, պարոն Համբարձումյանը օրինակ ինչ գիրք եք արդացել, վերջի տարիների 3 գիրք թվեք, որը ձեր աշխարհայացքը, ձեր ընդհանուր գիտելիքները այնքան է ավելացրել, որով դուք կարող եք օրինակ օրենք բերել եւ մեր հանրության կյանքը ավելի թեթևացնեք այդ օրենքով։ Կթվեք գիրքը 3 տարվա գրքերը կարդացած լինեն նոր օրենք Բայց կարող եք հիշել։ Այս պահին ես այս տարիքից Աստվածաշունչը չէի կարդացել, Աստվածաշունչն եմ կարդում այս պահին ուսումնասիրում, բայց մնացածը 3 տարվա մեջ երևի տենց մանր եղել են որ կարդամ, բայց չեք հիշում։ Գրքեր չէ, տենց կոնկրետ որ հիմա նշեմ, չեմ կարդացել։ Պարոն Համբարձումյան, ուզում եմ անդրադառնամ ձեր հայտարարին, չէ, անկեղծ ասած բազմաթիվ են հարցերը, որ կուտակվել էին, $15,000 ժամացույց։ Հետաքրքիր է ումից են նվեր ստացել պարոն Համբարձումյանը, ինչի համար, անգամ ծնունդների $15,000 ժամացույց չեն նվիրում։ Հետաքրքիր է պարոն Համբարձումյանին $15,000, որտեղ դուք ամեն դեպքում հայտարարում հստակ կա, ուզում ենք հասկանանք որտեղից, ինչ նվեր է, ում կողմից է։ Ընդհանրապես ոնց կա պիտի ասեմ, իմ մանկության ընկերոջ ժամացույցն է, ընդհանրապես ինչի դիմաց է տվել։ Թևից հանելը ասելա կապի, բայց դա 18 թվականից առաջ ես նվեր եմ ստացել։ Ձեր ինչին է պետք, որ ես եմ հարց տալի։ Այդ որ մի կենա $15,000 ավելի մեծ նվերներ են տալի իրար ընկերները։ Անպայման պիտի ես մեր մանկության ընկեր լինելու համար մենք իրար կարանք նվերներ տանք։ Այդ հարցը վերջը փակվեց թե չէ։ Դե ասում եք ընկերն է։ Իմ մանկության։ Հիմա չեք կրում փաստացի։ Չէ, հիմա կրում եմ մեր հայկական։ Սա ինչ արժեքության է։ Սա նվեր եմ ստացել, ու հայկական մեր արտադրության ժամացույցը շատ թանկ չի լինի, նորմալ։ $30,000 ավանդ, ոնց եք կուտակել։ Հայտարարում եւս այդ մասին կան նշված։ Լավ ուսումնասիրել ենք պարոն Համբարձումյանի անցած ճանապարհը, բայց նաև կանադառնանք հեսակեսագության։ Այդ $30,000 ավանդի կուտակման մասին հասկանանք որտեղից է կուտակել, որից հետո նաև ձեր կրթությանը կանադառնանք, որտեղ ըստեյության այնտեղ մանրակրկիտ ներկայացված։ Փոքր բնակարան ավաճառվել մեծը գնելու համար դրել ենք ավանդ, մինչև մեծը գտել ենք, դրել ենք, մտցրել ենք բանկային տիրույթ, այդ ավանդը հետ ենք վերցրել, տվել ենք մնացածն էլ հիպոթեկով վերցրել։ Այդպես է կուտակել։
Պարոն Համբարձումյանի կենսագրությանը հարությունը այդպես էլ տենց հանգամանալից չկար էլի, թե ինչ բուհ եք ավարտել, ինչ կրթություն ունեք։ Դուք կասեք ինչ կրթություն ունեք, ինչ բուհ եք ավարտել, որ ամեն դեպքում միգուցե Դավիթ Հաշեն վարչական շրջանում հայտնի եք դուք պարոն Համբարձումյան, բայց լայն հայրությանը այդքան հայտնի չեք։ Իմանան թե նորընտիր падգամավորը ինչ կրթություն ունի, որ բուհն է ավարտել։ Նորընտիր падգամավորը Ռոման Համբարձումյանս ավարտել եմ գյուղատնտեսական Agrarային համալսարանը, ինստիտուտն եմ ավարտել, տնտեսագիտական բաժինը Սանանդի էկոնոմիկա ժողով։ Գիտեք, որ հանձնաժողովում եք ձեզ պատկերացնում, որոշել եք արդեն թե որ հանձնաժողով։ Այո, ես կուզենայի լինել իմ ոլորտով տարածքայինում, բայց այս պահին գյուղատնտեսական Այնտեղ կա ինչ-որ մի օրենք, որ պատրաստում եք արդեն ներկայացնել։ Ուսումնասիրեմ, անպայման ուսումնասիրեմ, որ եթե արդեն որևէ օրենքի շուրջ չեք մտածել, դեռ պարոն Համբարձումյան, եկել եք նորընտիր падգամավոր եք 2-3 օր այստեղ ենք։ Դուք արդեն այնքան եք այն աստիճանի եք դրել ու Ռոման Համբարձումյան։ Բոլորին անդրադառնում եք պարոն Համբարձումյան։ Օրենքի մասին մտածենք։ Ու Դավիթ Հաշինում եք ապրում։ Այո։ Գոհ չեք ինձանից։ Ես ձեր աշխատանքները հանրաքայության, հայացքները կապ չունի, Ես էլ ձեզ հարցեր տամ, գոհ չեք ինձանից։ Հիմա հարցերը քանի որ ես եմ ուղղում, ես վերջացնեմ, հետո դուք հարցերը կուղեք։ Պարոն Համբարձումյան, ամեն դեպքում բոլորը այս կարծիքին են, պարոն Համբարձումյանը եկել է իսկապես ազգային ժողով օրենքներ բերել, որպեսզի հանրության կյանքը թեթևացնի, թե ԿՊԱ-կան մյուս անդամների մեծամասնության ման կոճակ սեղմողի դերը կկատարի։ Չէ, տեսեք։ Եկել եմ այստեղ իսկապես աշխատելու, ուսումնասիրելու, օրենքներ բերելու, ինչի՞ չէ, եթե կլինեն օրենքներ կմշակվեն մեր կողմից, գործընկերների կողմից, որը մեր պետության եւ բնակչության համար շատ ձեռնտու եւ ընկալելի կլինի եւ ընդունելի կլինի, անպայման ես պատրաստ եմ մշակել, ես հետներ ուսումնասիրել եւ ինքս ներկայացնել, անգամ եթե ներկայացնեն մեր գործընկերները, ես կողմ քվեարկել, անգամ կլինեն օրենքներ, որ հենց դուք կուզենաք, որ այդ օրենքը լինի, ես կիմա դուք էլ կտեսնեք, որ ես կողմ կլինեմ այդ օրենքներին։ Կոճակ սեղմելը, դուք կոճակ սեղմել այդ արտահայտությունը որ անում եք, դա ընդհանրապես ձեր տված հարցի պատասխաններից մեկն է։ Եթե լինի լավ օրենք, որը պիտի քվեարկվի եւ ընդունվի, դա այդ նույն կոճակ սեղմելն, այո, ինչի՞ չսեղմում։ Բայց նաև դուք պետք է օրենքներ բերեք, պարոն Համբարձումյան, ասեք դեռ նոր եմ եկել, 3 օր է եկել, եք արդեն պետք է պլաններ մշակեք։ Պլաններ կմշակեմ։ Հիմա այս պահին դուք սպասում եք, ես լիքը պլաններ պիտի ես ձեզ տայի հենց իմաստը։ Իսկ ինչու ոչ, պարոն Համբարձումյան։ Չէ, համբերենք, մի քիչ համբերենք, հնարավոր է պլաններ լինի, որ դուք էլ մի օր սրտանց կասեք, հա, Համբարձումյան ջան, մեր դուրն էլ եկավ։ Պարոն Համբարձումյան, կրիմինալի հետ կապած վերջին հարցն եմ տալիս, կապած ձեր ամեն դեպքում այդ իմիջը կա, ինչպես պետք է դուք ձերբազատվեք, ես հստակ կարող եմ ասել, թե ինչով էր դա պայմանավորված, Դավիթ Հաշինում հենց անձամբ ձեր օգնականը հասցրել էր քաղաքացիներին այն իրավիճակին, որ քաղաքացիները ստիպված էին եղել հաշվեհարդար տեսնել։ Դուք որպես այդ ժամանակ Դավիթ Հաշեն վարչական շրջանի ղեկավար պատասխանատվություն օրինակ չէ, ձեր պատասխանատվության հարցը չբարձրացրեցիք, որ ամեն դեպքում ձեր օգնականը մարդկանց հասցրել էր այն վիճակի, որ մարդիկ հաշվեհարդար էին տեսել, եկել էին, կրակել էին, մեքենան էին վնասել, դուք անձամբ ձեր պատասխանատվությունը այդ մասով զգացիք, թե ոչ։ Ես ցավում եմ հենց ձեր համար, որ դուք մի փուճուր ձեր ուզած շրջապատից վերցնում եք ինֆորմացիա ու դրանով տրամադրվում եք պարոն Համբարձումյանի կամ մյուս գործընկերների, մեր մյուս գործընկերների դեմ։ Ուրեմն հա, այդ հարցն էլ փակենք։ Տեսեք, կան համայնքում համայնքային հողեր։ Այո։ Համայնքը վարչական շրջանը ունի տարածք, որտեղից այն կողմ մյուս վարչական շրջանն է կամ մյուս մարզը։ Վարչական շրջանի տարածքում այդ համայնքային հողերը եկել էին ընդհանրապես տենց զաբորապատել էին, սապատել էին ու մտածում էին սա պետք է լինի իրանց։ Հիմա այդ թիվը չի, անցել է։ Դա մինչև 18 թիվը կարողանում էին մարդիկ անել։ Շատերը արել են։ Անգամ այնքան են արել, որ այսօր համայնքային հող չի մնացել։ Անգամ համայնքային հող չկա, վրայով կարողանանք քայլենք կամ բայց դա արդյոք այդ հարցը հնարավոր չէ, պարոն Համբարձումյան, օրինական ճանապարհով, այլ ոչ թե մարդկանց հասցնել օրինական ճանապարհով։ Մեր քաղաքաշինության բաժնի աշխատակիցները մոտենում են նորմալ նրանց բացատրում են, բացատրական աշխատանքներ են տանում, որ դա չի կարելի։ Դուք տեղյակ եք այդ։ Այո, տեղյակ եմ, որովհետև նրանք գնում են այդ հարցով, հետ են գալիս, որ
եկել էին sense տարածքներ էին վերցրել մոտ 1000-2000 մետր եւ ասում են սա մերն է, ասում ենք դες բան չի կարելի ժողովուրդ ջան անցավ սա մերը չի այն թվերին եղել է ով ինչ կարած է վերցրել ասել են մերն է հետո գնացել են հարցերը լուծել են հիմա դες բան չկա դիմեք աճուրդով վերցնեք ով կարացավ աճուրդի մասնակցեց նայել կվերցնի այդ հողերի այդ ով արդեն մտածել էր իր տիրապետության տակը ինքն է լինում այդ բանի տակ, որ վերջ այնքան է տարված լինում այդ հողը, որ մտածում է դա իր անձնական սեփական հողն է ու շատ վատ է վերաբերվում մեր աշխատակիցներին։ Որքան է որ փորձում են աշխատանքներ տանել բացատրական, որ դա այդպես չի հարմարվում է, կոպիտ բառերով, կոպիտ նախադասություններով, քաշքշոցով ճանապարհում է։ Ու վсё, մենք մտածում ենք հարցը վերջացավ։ Ձեզ տեղակ պայել են ձեր աշխատակիցները, որ ամեն դեպքում իրենց քաշքշել են, վիավորել են։ Գալիս են, ինձ տեղյակ են պահում, որ այդ տարածքը մաքրվեց, տեխնիկան մաքրեց, իրանց սաբորապատումները վերացվեց, հարցը անցավ առաջ։ Ճիշտ է, մի փոքր բնակիչը այլ կերպ էր պահում իրան, բայց մաքրվեց։ Մենք անցնում ենք մեր բնականon աշխատանքին։ Հետո բարձվում է բնակիչը գնում է, չի հարմարվում, իր անկերների հետ խորհրդակցում է, որ չէ, սա պետք է մերը լինի, մենք պետք է խլենք։ Գալիս են տանդեմը, կանգնում են այդ մարդուն սկսում են այդ ձևի Բայց ասում են ծեծել էին բնակիչներին։ Չէ, այդպես բան չի եղել։ Ընդհակառակը, լավ, հիմա դուք իմացաք, բայց այդ ձև հետ են գալիս, այդ ձև ասենք այդ մակարդակով գալիս են մարդու վրա, հա, համայնքային աշխատողի վրա գալիս են տարբեր կողմերից փորձում են։ Այսինքն դուք իրավիճակից պարոն Համբարձման փաստացի տեղյակ եք եղել օգնականի աշխատակիցների։ Որ եղել է հողազավթում, մեր կողմից եղել է դրան դեմ արտահայտվելը, որ այդպես չի լինի, կա օրենքի սահմաններում դիմեք քաղաքապետարան եւ այլն, բայց նրանք չեն հարմարվում դրա հետ, որովհետեւ իրանք ապրել են այն տարիներին հողազավթման հետ կապված, որ այդ ձևեր կյանքը պետք է ով կարողանար, ով որտեղ շուտ հողազավթում աներ իրաններ։ Մտածում ես տեղել տենց կանեն, երևի ես էլ կհարմարվեմ, երևի ինչ որ մտածում են մի բան էլ մեզ խոսքը տան, տենց բան չկա։ Աշխատել ենք միայն օրինական ճանապարհներով, օրինական դաշտում են եղել, բայց իրանք չեն հարմարվել եւ եկել են այս պատմությունը։ Բայց փաստացի նաեւ ձեր օգնական չէ, վերջի հարցնել եմ տալիս, կապած դուք ընդդիմադիրների նկատմամբ բավականին խիստ էիք տրամադրված, այն ժամանակ գրառումներ էիք անում, հավաքեք բոլորի տվյալները, նկարները, նպատակը նա էր, որ դուք հայտնվեիք, խորհրդանում անդրադառնայիք, հա, դա է։ Ինչ լավ առիթ ունեցա։ Ուրեմն տեսեք, 4 երեխաներս սովորում են դպրոցներում։ Այո։ Ու մի պահ եղավ, որ երեխաների ծնողների գրուպաներով ասում էին, որ երեխաներին կարելի է տանել հավաքել այդ կեղտոտ միտինգներին, որ ամեն ինչ կարող է լինել, էլ իրար դեմ տեսնում եք միտինգներին ինչեր է լինում ժողովրդի իրար մեջ։ Ընդդիմադիրների միտինգների մասնակցում։ Այո, հենց ընդդիմադիրների միտինգներին ու տեսեք գալիս են տուն երեխաները ու ասում են, որ գիտեք, տեղեր կա, ասում են, երեխաները մեզ ասում են, դուք էլ եկեք, մեր ծնողները գնում են, եկեք, դուք էլ գնացեք, այն աստիճանի ես անգամ երեխաներից չգիտեի ինչ ասի, ասում եմ, դուք գործ չունեք, ոչ մի պատասխանեք, դուք ոչ միտեղ չեք գնա։ Դուք իրավունք չունեք մասնակցեք այդպես միտինգներին կամ ես չգիտեմ, դա ուսուցիչներ են եղել, դա ծնողներն են եղել, բայց իմ երեխաները եւ ես ոչ եմ անում երեխաներին չի կարելի ես ընդամենը երեխաներից լսելով դա գրեցի որ ժողովուրդ ջան վերջացնենք երեխաներին չի կարելի խառնել այդ մթնոլորտին երեխաները ամենտեղը իրանց համար դպրոցում սովորում են իրանց օրվա դասերով են զբաղված բայց որ գալիս են զգում ես երեխաները ընկերները խոսում են իրար հետ դա ինձ вообще դուրս ընդհանրապես դուրս չեկավ ընդհանրապես դրա համար ես այդտեղ գրառում եմ արել որ մենք բարձենք տեսնենք ովքեր են այդ կազմակերպողները երեխաներին դրա միջից ընդհանրապես դա եթե պետք ես էլ դա վերջապես ասացի իմ